Այսօր տանջելու ենք, տաշելու ենք և փորձարկելու ենք BYD-ի Leopard մակնիշի առաջին էլեկտրական off-road ավտոմեքենան։ Դե վստահ եմ գիտեք ինչ է նշանակում BYD։ Ես Ռաֆիկ Թադևոսյանն եմ, դուք Energy Car-ի YouTube-յան ալիքում եք, մեքենայի փորձարկումը մեզնից, լայքը, մեկնաբանությունն ու բաժանորդագրությունը ձեզնից։ Սկսեցինք։ Մենք որոշել էինք մեքենան շատ տանջեինք իր off-road տեսակի համար, բարձրանայինք սարեր, ձորեր, քարեր եւ այլն։ Ուղղակի այնպես ստացվեց, որ հենց 3 մեքենան գնեցին ու գնորդի խնդրանքով մենք չենք տանջի։ Այսինքն կտանջենք, բայց այդքան էլ չենք տանջի։ Խոսենք մեքենայի առանձնահատկություններից, դրանք են դիզայնը եւ հարմարավետությունը։ Գույներից առկա են 6-ը, իսկ սրահի գույները լինում են 2 տեսակ։ Դիմային շթի հատվածը ամբողջությամբ մետաղական է։ Մեքենայի երկարությունը 4.6 մետր, լայնությունը 1.9 մետր, իսկ բարձրությունը 1.7 մետր։ Անվահեցերը 19 դյույմ, մեքենայի քաշը 2 տոննա 265 կիլոգրամ, իսկ ամբողջական ծավալը կարող է հասնել 2 տոննա 640 կիլոգրամի։ Իդեպ, եթե մեքենայի սրահը ընտրում եք սև, ապա առաստաղը լինում է սպիտակ եւ հակառակը։ Էկրանը նույնն է, ինչ Leopard 5-ի եւ 8-ի դեպքում, ներքևում արդեն 2 օդափոխման համակարգեր են, 1 անլար լիցքավորման համակարգ, 1-ը հեռախոսի համար նախատեսված վայր եւ 2 հատվածներում կգտնեք բարձրախոս, ինչպես նաեւ լուսատու, հայերեն ասած ֆանարիկ։ Ինչպես տեսնում ենք, ունենք մի քանի վարման ռեժիմ, առաջինը ավտոմատ վարման դեպքում, երկրորդը ձյան պայմաններում, երրորդը ավազոտ ճանապարհներին, չորրորդը ցեխոտ ճանապարհներին, այնուհետև ունենք սարերում քշելու, այսինքն off-road վիճակների համար եւ ունենք նաեւ դրիֆթի ռեժիմ։ Աուդիո համակարգը D-Wireless ապրանքանիշի է, պրեմիում դասի եւ ունի 14 բարձրախոս։ Մեքենան ունի սառեցման եւ տաքացման խցիկ։ -6-ից մինչև +50 ջերմաստիճանի համար։ Մեքենայի նստատեղերը ունեն տաքացման եւ սառեցման հնարավորություն, բայց այ քեզ բան չունեն մերսման հնարավորություն։ Պատկերացնում եք, դե կարծում եմ off-road մեքենա վարողի համար այդ մերսման հնարավորությունը շատ պարտադիր չէ։ 2025 թվականի Leopard 3-ն ունի 422 ձիաուժ հզորություն, մաքսիմալ արագությունը 201 կմ/ժ։ Մարտկոցի հզորությունը 72.9 կՎտ/ժ, ինչը թույլ է տալիս վարել մինչև 500 կմ։ Նավիգացիոն համակարգերն են Cruise Control, հարմարավետության նավիգացիայով եւ մաքսիմալ արագությանը հարմարվող նավիգացիայով։ Խելացի համակարգերից ունի երթևեկության գծի նախազգուշացում, առջևից եւ ետևից բախման նախազգուշացում, հակադարձ կողմի նախազգուշացում, Door Opening Warning, դռան բացման նախազգուշացում եւ առջևում երթևեկության անցման նախազգուշացում։ Առջևում ունի 3 տեսախցիկ, 2-ը կողային հայելների վրա, մյուսը անվադողի պաշտպանիչ պլաստմասի վրա։ Leopard 3-ը նաեւ ունի պանորամային տանիք։ Հենց հայելու վրա է գտնվում բացելու եւ փակելու NFC համակարգը։ Մեքենան ունի ֆիզիկական կոճակ եւ բռնակը նաեւ թաքցնում է 1 փոքրիկ խցիկ, որպեսզի եթե մեքենան օրինակ հոսանքազրկվի, կարողանաք բացել այն։ Ետևի հատվածում ունի 2 տեսախցիկ, 1 ներքևում, 1 վերևում։ Բեռնախցիկը բաղկացած է 2 հատվածից, առաջինը ավելի փոքր է, իսկ երկրորդը ավելի մեծ։ Եվ այստեղ կարող եք գտնել լիցքավորման սարքերը եւ աուդիո համակարգը։ Լինենք օբյեկտիվ, խոսել ենք դրական կողմերի մասին, խոսենք նաեւ բացասականի մասին։ Գնորդները դժգոհում են, որ օրինակ բեռնախցիկը փոքր է, համաձայն ենք ինչ որտեղ, բայց հիշեցնենք, որ առջևի հատվածում եւս ունենք բեռնախցիկ։ Խոսում են նաեւ, թե սրահը փոքր է, բայց ինչպես տեսնում եք, սրահը բավական մեծ է եւ հարմարավետ, եւ վերջին դժգոհությունը կապված է ծրագրային թարմացումների հետ։ Սա խնդիր չէ ձեզ համար, քանի որ Energy Car-ը ապահովում է բոլոր թարմացումները ճիշտ ժամանակին։ Դե ինչպես արդեն խոստացել ենք, Leopard 3-ին քշելու ենք քարքարոտ խորտուբորտ ճանապարհներին, փորձարկելով նրա off-road լինելը։ Ձեզնից լայք, իսկ մեզնից փորձարկումը։ Դե Leopard 3-ը հաղթարեց բոլոր փորձությունները, այս կամ այլ մեքենաներ էլեկտրական։ Կարող եք ձեռք բերել Energy Car-ի շնորհիվ շահավետ պայմաններով։ Ես Ռաֆին եմ, կհանդիպենք, բաժանորդագրվեք, որպեսզի բաց չթողնեք նոր մեքենաների փորձարկումները։